Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Տիկին Կարապետյան, ո՞նց եք։ Ես անկեղծ ասած սարսափած եմ, շատ եմ սարսափած։ Մի քանի օր առաջ գալիս եք այս ամբիոնից բնակավայրի անուն եք տալիս, խոսքը Մադաղիսի մասին է։ Բայց մոռանում եք, որ Ադրբեջանի նախագահը 20 թվականի հոկտեմբերի 3-ին անվանափոխություն արել։ Մի քիչ գուշ եղեք, էլի, մեկ էլ տեսակ պատերազմ բերեցիք մեր գլխին։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Այս դալիճում շատ են քննարկել այսպես կոչված արդեն հաստատված խաղաղության փաստի մասին։ Սակայն ես այսօր չեմ ուզում խոսել բուն փաստաթղթի մասին, սակայն ուզում եմ խոսել արդյոք Ադրբեջանում Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության եւ արդյոք գիտի, թե ինչ է խաղաղությունը։ Թերևս բոլոր այստեղ կհամաձայնվեն, անգամ քաղաքացիական պայմանագրի կուսակցության падգամավորները, որ թուղթը չէ, որ ապահովում է խաղաղությունը։ Խաղաղությունը ապահովում են հասարակությունները։ Բոլորը կհաստատեն նաև, որ Ադրբեջանում կա հայատացություն, իսկ ավելի ճիշտ ալիատացություն, որի անվանումը միջազգային քսենոֆոբիա է։ Ես ավելի շատ կուզեի խոսեի Ադրբեջանում տեղի ունեցող պրոցեսների մասին եւ կփաստեմ, որ այսօր Ադրբեջանում հայերին դնում են մեկ կողմում, իսկ մնացած ազգերին մեկ այլ կողմում։ Եվ ուզում եմ շեշտել, որ բացի քսենոֆոբիայից նաև կա ռասիզմի ձևակերպումը, որտեղ միջազգային կազմակերպությունը դեռևս այսօր չունեն հստակ ձևակերպում, թե ինչով է մեկը մյուսից տարբերվում, սակայն կարմիր թելով առանձնացնում են մի շատ կարևոր առանձնահատկություն, որ ռասիզմը ինքնին մի ռասայի, մի ազգի մյուսին ավելի բարձր դիրքերից նայելու եւ իրեն մեկ գերակա ազգ ճանաչելու process է։ Ես իհարկե կփաստեմ նաև, որ Ադրբեջանում կա քսենոֆոբիկ գործունեություն, որոնք մտադրված են, ծրագրված են եւ ունեն պետական համակարգում ամրագրված կոնկրետ process-ներ։ Այսօր մենք խոսում ենք պարոն Սիսակ Գաբրիելյանի տեխնացիության մասով, որը նույնպես կապված է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մասով, սակայն շեշտեմ, որ անգամ Ադրբեջանում նույն ատելությունը կա կրթության, գիտության, մշակույթի եւ ինչքան էլ որ զարմանալի լինի նաեւ սպորտի ոլորտում։ Իսկ հիմա ավելի շատ փաստերով։ Շատ հաճախ մենք մասնագիտական դաշտում կատակում ենք, ասում ենք, որ Ադրբեջանում անգամ եթե վատ եղանակը լինում, այսինքն կարկուտ է լինում եւ ավիրում է դաշտերը, այդտեղ մեղադրում են հայերին։ Ժամանակակից Ադրբեջանում ավելի շատ հայատացության հիմքերում կանգնած է նույն ինքը Հեյդար Ալիևը, ով 1999 թվականին իր հրապարակային խոսքում հաստատել է, երբ որ ինքը լինելով Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջի քարտուղար զբաղված է եղել ավելի շատ նպաստելով հայերի հանդեպ հատուկ վերաբերմունքի հանգամանքով։ Ես ուզում եմ ուղի խոսքի մեջ բերում անել, որտեղ կփաստեմ մի շատ կարևոր հանգամանք։ Այդ ժամանակ շատ է օգնում Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։ Միևնույն ժամանակ փորձում է այնտեղ փոխել ժողովրդագրական պատկերը։ Լեռնային Ղարաբաղը հարց է բարձրացել այնտեղ ինստիտուտ, այսինքն բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու վերաբերյալ։ Ես մտածեցի եւ որոշեցի բացել այն, բայց այն պայմանով, որ այնտեղ կլինի բաժիններ ադրբեջանական, ռուսական եւ հայկական։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ոչ Բաքու ենք ուղարկում, այլ այնտեղ, այսինքն Լեռնային Ղարաբաղ։ Այս եւ այլ միջոցներով ես փորձում եի հասնել նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թիվը ավելի շատ լինի, իսկ հայերի թիվը նվազի։ Հեյդար Ալիևին հաջորդեց գանք ավելի արդի ժամանակներ, իր որդին Իլհամ Ալիևը։ Եվ կարող եմ հաստատական պնդել, որ հենց Իլհամ Ալիևի շնորհիվ է, որ հայատացությունը Ադրբեջանում ավելի արմատական բնույթ է կրել եւ ունի պետականացված մակարդակ։ Եվ շատ հաճախ փոխաբերական իմաստով ասած այն խնդիրները, որոնք որ կան Ադրբեջանում, արդեն ցանված բերքերն են, որոնք ըմբոշխնում են Ադրբեջանի հասարակությունը։ Ադրբեջանում հայատացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային եւ որոշ չափով նաեւ սպորտային արմատացած համակարգ։ Եվ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, կուզեմ թվարկել Ադրբեջանի ներպետական օրենսդրության մի շարք հոդվածներ, որտեղ պետք է որ կանխվեր process-ները, սակայն ցավոք սրտի դրանք հակառակն են ապացուցում։ Օրինակ, կրթության մասին օրենքի հոդված 4-ը, կրթության հիմնական նպատակը։ Հոդված 4-ի 4.0.2 կետը պատրաստել ազգային հոգևոր եւ համամարտկային արժեքներ պաշտպանող եւ զարգացնող
լայն աշխարհայացք ունեցող ժամանակակից մտածողությամբ եւ մրցունակ կադր մասնագետներ։ Հոդված 3. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները 3.0.1. Հումանիզմ, ազգային եւ համամարտկային արժեքների անձի ազատ զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների եւ մարդկանց նկատմամբ հոգատարության ու հարգանքի, հանդուրժողականության եւ դիմացինին ընդունելու կարողության առաջնահերթության ընդունումը։ Հոդված 6. Կրթության ոլորտում պետական չափորոշիչները։ Կրթության պետական չափորոշիչները սահմանվում են հաշվի առնելով կրթության ոլորտում փորձարկված առաջատար միջազգային չափանիշները, ազգային եւ համամարտկային արժեքները։ Երեխայի կրթության իրավունքը, հոդված 25. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի որակյալ կրթություն ստանալու։